Նուրսուլտան Նազարբաևը, որ ասել մեր բարեկամ երկրի նախագահը դիմել է մեզ հետևյալ հարցով։ Նախ ինչպես է վերաբերում այդ այն բանին, որ մեր նախագահը պատրաստ է եղել։ Նախ ես չգիտեմ ինչից է վերցրել, որ անակնկալ էր դա արդեն 2-3 ամիս եւ ԱՊՀ շրջանակներում վեհաժողովների ժամանակ, հանձնաժողովներում քննարկելու ժամանակ Ղազախական կողմը չի թաքցրել, ասել է, որ մեր ռազմավարական դաշնակիցն Ադրբեջանը եւ մենք մեր քայլերով, մեր մոտեցումներով պետք է, ինչպես ասած, չնեղացնենք մեր դաշնակցին։ Նույնիսկ Բելոռուսը, գիտեք, որ նույնպես բավականին սերտ համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ եւ հիմնական զենք գնողը Բելոռուսից Ադրբեջանն է, այնպես որ սա անակնկալ չէր։ Եվ ինձ համար անհիմն են բոլոր այն մեղադրանքները, քննադատությունները Նազարբաևի վերաբերյալ Լուկաշենկոյի, Պուտինի, նույնիսկ Ալիևի, որովհետեւ նրանք չեն թաքցրել, որ իրենք անպայման պետք է նկատի ունենան ներկայացնեն նաև Ադրբեջանի շահը։ Այս առումով անակնկալ չէր։ Այլ հարց է, որ մենք մեր հայեցակարգ արտաքին ինչ որտեղ սիրողական մակարդակով ենք այս ընթացքում անցկացրել, որովհետև եթե մտնում եք մի կառույց, պետք է իմանանք, որ այդ կառույցը ունենա խաղի պայմաններ, որը պետք է հաշվի առնի նաև մյուս պետությունների շահերը։ Այս առումով կարծում եմ, ամբողջ, եթե ուզում ենք անպայման մեղավոր փնտրել, իսկ անպայման կան այդ մեղավորները, պետք է դրսում չփնտրենք, պետք է փնտրենք մեր վարած արտաքին քաղաքականության այս շրջանակում։ Ձեր կարծիքով նամակը որոշակի ազդեցություն կունենա, որ Հայաստանը չմտնի մաքսիմում։ Գիտեք, ես կարծում եմ Հայաստանը իսկապես բավականին լուրջ իրավիճակում է հայտնվել եւ պետք է կարողանա ճիշտ քայլեր ձեռնարկել ընդհանուր մինչեւ իր պայմանները թելադրել։ Դա արդյունքում ինչ ձևակերպում կստանա կամ ինչին կանգենք, դա ժամանակի հարց է, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել, որովհետեւ նույնիսկ ժամկետ նշեցին, թե այդ ժամկետում ինչ պետք է անենք, ինչ պետք է անենք, չեն ասում, բայց ես ենթադրում եմ ինչ պետք է անել։ Առնվազն հստակ է, որ պետք է ավաստիացում ստանա Ղազախստանը, որ Ղարաբաղը չպետք է մաս կազմի որևէ կառույցի, որտեղ Հայաստանը պետք է լինի, եւ երևի թե դա պետք է ինչ որտեղ արձանագրվի փաստաթղթում, որովհետեւ այն բոլոր մոտեցումները, որ ճիշտ է կարող ենք փաստաթղթում չնշենք, չարձանագրենք դա, բայց Արցախը մեզ հետ է եւ որտեղ մենք այնտեղ Արցախ է, դա ուղղակի մենք ասում ենք մեզ բավարարելու համար, բայց միջազգային արդյունքության վրա դա մի քիչ ինչ որտեղ նաեւ անհասկանալի է, որ կարելի է ընդհանրապես այս դրամատրությամբ համաձայնվել կառույցին մաս կազմել։ Փոքրիկ ճշտում Հայաստանը պետք է ընդունի Նազարբաևի նամակի բովանդակությունը ընդունելու կամ չընդունելու մասին չի խոսքը։ Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումը արտահայտի եւ որովհետեւ այլևս պայմաններով են խոսում Հայաստանի հետ, պետք է Հայաստանը իր պայմանները թելադրի։ Ամենայն դեպս մի բան հստակ է, եթե Արցախը անտեսվում է այս կառույցում, եթե Արցախը ընդհանրապես ասում է, որ ՄԱԿ-ի ճանաչված շրջանակներում Հայաստանը պետք է մասին կազմի ինչ-որ կառույցի, պետք է Հայաստանը արդեն որոշակիորեն իմանա իր անելիքները։ Իշխանությունը գիտեք, ես ասում եմ հետեւյալը, երբ ասոցիացիան համաձայնագրի այդ նախաստորագրման փուլները գնում, երբ դրանից հետո արդեն մաքսային նույնություն մտնելու հարց կար, մի քանի անգամ իմ ելույթներով, հոդվածներով ասել եմ, որ առանց հստակ արձանագրելու, թե Ղարաբաղը որտեղ է լինելու այս դեպքում, մենք իրավունք չունենք կոնկրետ քայլ իրականացնել, որովհետև կրկնում եմ, մի ընդհանուր տրամադրություն կար, որ ճիշտ է կարող են չարձանագրվի Արցախը այս կառույցներում, բայց կարող ենք այսպես տակից, ինչպես ընդունված ասել, Արցախը մեզ հետ տանել այնտեղ, որտեղ մենք ենք լինում։ Բայց կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ եւ ինչ որտեղ սիրողական մակարդակ է դա։ Ես հիմա չեմ կարող ասել ինչ արդյունք կունենանք, բայց ես կրկնում եմ, եթե շատ պարզ որ բոլորը պայմաններով են խոսում, եւ դա շատ բնական է, պետք չի այոել որևէ մեկին, պետք չի քննադատել։ Յուրաքանչյուրը առաջնորդում է իր ազգային եւ պետական շահով։ Հայաստանը այստեղ առաջնահերթ Արցախի շահը, ինչքանով Արցախը կլինի մեզ հետ, ինչքանով ընկալելի կլինի, ընդունելի կլինի մյուս պետությունների կողմից։ Եթե այս պայմանները չեն բավարարում, ես կարծում եմ մենք ինչ որտեղ վերանայելու խնդիրներ ունենք։ Կարծիք կար, որ Սերժ Սարգսյանը հենց այնտեղ Նազարբաևի կարգավորությունը պետք է պատասխան տալ, բայց նորից ձեր կարծիքը։
Ես չեմ կարող հիմա ասել այդ պահին ինչ տրամադրություն են ունեցել, ինչպես է եղել արձագանքը, նաև բնական է ոչ ամեն ինչը որ տեսագրվում է կամ փոխանցվում է, բայց կարծում եմ ինչ որ արձագանք պետք է եղած լինի, որովհետև ել եմ կրկնում։ Դա չէր կարող անակնկալ լինել։ Դա եթե հիշում եք Մինսկի գագաթաժողովում էլ այդ մասին ինչ որ խոսք եղավ, ես կրկնում եմ մենք ընդգրկված ենք ԱՊՀ կառույցներում, ԱՊՀ կառույցներում բազմիցս եղել է այդ հարցը, Ղազախստան բազմիցս բարձրացրել է այդ հարցը։ Ուղղակի պետք է պատրաստ լինել, պետք է ակտիվ քաղաքականություն տանել։ Մանավանդ որ կրկնում եմ առաջնահերթությունը շատ հստակ է այս պետությունների համար, որոնք են եւ անթաքույց առնվազն Ղազախստանը չի թաքցնում բոլոր վեաժողովների ժամանակ, հանձնաժողովներում նիստերի ժամանակ չի թաքցնում, որ ինքը պաշտպանելու է ինչ որտեղ ներկայացնելու նաև